CBC-FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Ադրբեջանը վաղուց է որոշել իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Միևնույն ժամանակ այսօր մենք կամրջի դեր ենք խաղում արևելքի եւ արևմուտքի միջև։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Սլովակիայի նախագահ Պետր Պելեգրինիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այսօր ենթակառուցվածքների, կապի եւ տրանսպորտի ոլորտներում մեր կատարած ներդրումները թույլ են տալիս Ադրբեջանին դառնալ արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքի կարևոր մաս։ Մենք ակտիվորեն մասնակցում ենք միջին միջանցքի նախագծում։ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենահուսալի եւ անվտանգ երթուղին անցնում է Ադրբեջանի տարածքով, նշել է պետության ղեկավարը։ Այդ ընթացքում տեղ ունեցած բանակցությունները ցույց են տալիս, որ Սլովակիան եւ Ադրբեջանը բարի իսկական իմաստով բարեկամ երկրներ եւ ռազմավարական գործընկերներ են։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, հիշեցնելով, որ անցյալ տարի Սլովակիան եւ Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիր։ Պետության ղեկավարը նշել է, որ այս փաստաթուղթը մեր հարաբերությունները բարձրացնում է ամենաբարձր մակարդակի։ Դրա ստորագրումից հետո մենք տեսնում ենք շատ ակտիվ համագործակցություն բոլոր ոլորտներում, ընդգծել է Ադրբեջանի նախագահը։ Դեկտեմբերի 9-ին Բրատիսլավայում կայացել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի դեմարտեմ եւ ընդլայնված ձևաչափով հանդիպումները Սլովակիայի ազգային խորհրդի նախագահ Ռիչարդ Ռաշիի հետ։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի Սլովակիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենամեծ տնտեսություն ունեցող երկիրն է։ Այն գտնվում է Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում եւ ունի հարուստ էներգետիկ ռեսուրսներ։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի նախագահ Պետր Պելեգրինին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Շատ ուրախ եմ, որ մեր առևտրաշրջանառությունն աճում է եւ այս աճը լուրջ է։ Այս ոլորտում կա չօգտագործված ներուժ, հավելել է Սլովակիայի նախագահը։ Նրա խոսքով Իլհամ Ալիևի ներկայիս այցը Սլովակիա արտացոլում է Բաքվի եւ Բրատիսլավայի փոխադարձ շահերը։ Մենք մտադիր ենք հաստատել եւ զարգացնել ռազմավարական գործընկերություն։ Մեր երկրները բարեկամական հարաբերություններ ունեն։ Սլովակիան Ադրբեջանին համարում է տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր, ընդգծել է Սլովակիայի նախագահը։ Դեկտեմբերի 6-8-ը Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզայևն այցելել է Կատար, մասնակցելու Դոհայի 23-րդ միջազգային ֆորումին։ Ինչպես հայտնել են արտգործնախարարությունից, Ֆարիզ Ռզայևը ելույթ է ունեցել կլիմայական դիվանագիտությանը նվիրված պանելային նիստում։ Նա պատմել է կանաչ էներգիային անցման եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի քաղաքականության COP29-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահությամբ կատարված աշխատանքների եւ ձեռքբերված հաջողությունների մասին։ Այս ընթացքում փոխարտգործնախարարը հանդիպումներ ունեցել Լուսայելի համալսարանի ղեկավարության եւ տվյալախազական կազմի, ինչպես նաեւ Կատարի միջազգային քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարության հետ։ Ադրբեջանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալությունը եւ մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը Բաքվում անցկացնում են մտավոր սեփականություն եւ արհեստական բանականություն թեմայով միջազգային համաժողով։ Համաժողովում ելույթ կունենան Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալության խորհրդի նախագահ Քամրան Իմանովը, Եվրասիական արտոնագրային գերատեսչության նախագահ Գրիգորի Իվլիևը եւ մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության մտավոր սեփականության եւ առաջադեմ տեխնոլոգիաների բաժնի տնօրեն Ուլրիկե Թիլը։ Համաժողովը կշարունակվի պանելային քննարկումներով։ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը ԱՄՆ կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց հետ։ Այս մասին դեկատվությունը տարածել է թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությունը։ Մասնավորապես Նաբիևը հանդիպել է Intel-ի փոխնախագահ Սարա Քեմփիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են արհեստականաբանության եւ բարձր արդյունաբերության հաշվողական ենթակառուցվածքների, խելացի շարժունակականության եւ այդ ոլորտներում ազգային կադրերի վերապատրաստման բնագավառում համագործակցության հնարավորությունները։
Կարծիքների փոխանակում է տեղ ունեցել մարդկային կապիտալի զարգացման ուսումնական ծրագրերի վերաբերյալ, նշվում է հաղորդագրության մեջ։ Նախարարը հայտնել է Ադրբեջանի պատրաստակամությունը ուսումնասիրելու համատեղ ներդրումները եւ կիրառական լուծումները առաջնահերթ ոլորտներում։ Հեյդար Ալիևի կենտրոնում կայացել է արհեստական բանականության ինդեքսի ներկայացումը իսլամական աշխարհում թեմայով միջազգային կոնֆերանսի բացումը։ Հեյդար Ալիևի հիմնադրամի եւ գիտության եւ կրթության նախարարության կողմից ISESCO-ի հետ համատեղ կազմակերպված կոնֆերանսը նպատակ ուներ ամրապնդել համագործակցությունը իսլամական աշխարհում արհեստական բանականության ոլորտում եւ քննարկել արհեստական բանականության էթիկական, սոցիալական եւ տնտեսական հետևանքները։ Համաժողովի բացմանը ելույթ ունենալով Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Իդեա հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Լեյլա Ալիևան նշել է, որ արհեստական բանականությունն արդեն դարձել է առօրյա կյանքի կարևոր մաս։ Նա հայտարարել է, որ չնայած այս ոլորտը ստեղծում է մեծ հնարավորություններ, այն նաեւ առաջացնում է նոր հարցեր եւ պատասխանատվություններ։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է անձրևոտ եղանակ։ Երեկոյան առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ, սակայն առավոտյան թերակղզու որոշ հատվածներում հնարավոր է թույլ անձրև։ Քամին հյուսիս-արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 7-10, ցերեկը 10-13 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարզերում սպասվում է անձրևոտ եղանակ, որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ, լեռնային շրջաններում ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 2-6, ցերեկը 9-13 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 0-5 աստիճան ցուրտ, ցերեկը 0-5 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդում սպասվում է 2-8, Աղդամում, Ֆիզուլիում 3-10, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբակլում 5-10, Լաչինում 1-7 աստիճան տաքություն, Քելբաջարում 3 աստիճան ցրտից 7 աստիճան տաքություն։ 102.7 FM